Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ Փակ TV-ի բոլոր ունկնդիրներին։ Դե դուք գիտեք, այսօր չորեքշաբթի է, իսկ ինչպես հայտնի ֆիլմում է ասում, երբ գալիս է սեպտեմբերը, մեզ մոտ էլ երբ գալիս է չորեքշաբթին, Փակ TV-ի տաղավար ենք հրավիրում աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ, բարի գալուստ, եթեր մեր հարթակ համատեղ։ Իհարկե։ Գայանե ջան, դե տանը պատերն են օգնում, դրանում համոզվել եմ։ Մոտ 20 օր Մոսկվայի մնալուց հետո վերադարձել եմ, շատ լավ եմ զգում եւ ամենակարևորը ուրախ եմ, որ դուք էլ ձեզ լավ եք զգում։ Եվ ամենակարևորը Տիկին Լուսյանն էլ է վերադարձել գտել։ Մի խոսքով ամեն ինչ գնում է իր հունով։ Ինչպես եք հիմա։ Պետք է փորձենք համընթաց քայլել կյանքի հետ, դժվարություններ շատ ծանր եմ տարել նաև այդ դեպքը, բավականին տխուր է, գիտեք բոլորս, բայց փորձենք հանրօգուտ աշխատանք կատարել, մեր եսը մի կողմ դնել եւ փորձել օգտակար լինել մեր ազգի, մեր հայրենակիցներին, մանավանդ ուրախ եմ, որ համապատասխան մեկնաբանություններն են գրում, որ մեր հետևորդները զարմացած են, թե որքան տիպիկ ենք նկարագրում իրենց կամ իրենց երեխաներին։ Ես պարբերաբար կարդում եմ մեկնաբանությունները եւ շնորհակալ եմ ձեզ սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ բարեմաղթանքների համար, ձեզ եմ հետ ուղարկում այդ բարեմաղթանքներ, թող բոլորիս ընտանիքներում լույսը այսպես միշտ սփռված լինի, մենք առաջնորդվենք լույսով եւ նաեւ զինված լինենք տիեզերական գիտելիքներով։ Գայանե, ես պիտի ասեմ, որ բարեբախտաբար օրեցօր ավելանում են նաև մեր հետևորդների քանակը եւ իհարկե մենք շնորհակալ ենք մեր ունկնդիրների Փակ TV-ն արդեն 12000 հետևորդ ունի, սա իհարկե խոսում է այն մասին, որ մեզ իսկապես հետևում են եւ նայում են եւ ամենակարևորը հավատում ու վստահում են։ Մենք զավեշտի է նման, ես պատմում եմ եւ ասեմ, որ տանեցիներն էլ էին զարմացած երեխաները, մամ, մեկ հետևորդով ոնց կարող, ասեմ կտեսնեք, որ մեկ ծաղկով գա դա մեկ հետևորդ, արդյունքները կարծում եմ, որ բավարարեցին, հա ձեզ, Իհարկե, մենք ունենալու ենք դեռ 100,000-ից ավելի հետևորդ, դրան ենք գնում, որտեղ մեր բոլոր այն հետևորդները, որ մնացել են բաց TV-ում, կարծում եմ պիտի վերադառնան Փակ TV-ի։ Ահա, բայց դիտումները, որքան գիտեմ, կեսը դիտում են, ինձ մոտ էլ այդպես է, նրանք կեսը դիտում են առանց բաժանորդագրվելու։ Սահմանալի է։ Շերի բարեկամներ, բաժանորդագրվեք Փակ TV-ին, քանի ուշ չի, ինչպես ասում են։ Միևնույն է, աստղաբանական քարտեզը այնպես է կառուցված, պարոն Ղուշյան, բայց դա նախախնամություն էր, դա այդպես էլ երևի պետք է լիներ Փակ TV-ի այդ բացումը, այնպես ստացվեց, որ կոնֆիգուրացիաների դրական բարենպաստ կոնֆիգուրացիաների արդյունքում ստեղծվեց, դա այն հաշվարկը, որ մենք արել ենք, բայց միևնույն է, տիեզերքում էլ դրա արդեն նախատիպը կար, նա ուղղակի վերևում եթերում կար, նա պիտի ֆիզիկական պլանում տեղի ունենար եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, բացվեց Փակ TV-ին ձեր 50 տարվա փորձով աշխատանքային։ Սիրելի բարեկամներ, եւ ձեզ համար եւ Գայանե գուցե քեզ համար մի այսպիսի անսպասելի հարց, ինչու մարդիկ երեխաներ չեն ունենում։ Ինձ համար անսպասելի չէ, պարոն Ղուշյան, ամեն երրորդ ընտանիքը ինձ դիմում է այդ խնդրով, ինչու հենց այդ հարցը երևի ակտուալ է, որտեղ դրա նախադրյալը, դրա հետ կապված դրական այդ շատ մեծ հնարավորությունները կան, բայց ցավոք ինձ դիմում են այդ հարցերով, դրանք սիրելի հետևորդներ, եթե դուք դիմում եք բժշկի, այնտեղ ձեր անալիզների պատասխանը, այնտեղ դե հետազոտություններ են կատարվում համապատասխան, բայց ձեզ ասեմ, որ աստղաբանական քարտեզում այդ մոլորակային դիրքավորումները կան համապատասխան եւ այնպիսի իրավիճակներ են, երբ որ քարտեզը ես դիտարկում եմ, ես այնտեղ տեսնում եմ մի քանի օր պարբերաբար այդ երևույթը, այդ իրավիճակը ինձ մոտ քննարկվում էր աստղաբանորեն իհարկե, դա կարմիկ ֆակտորներ են, երբեմն այնպես է լինում, որ անձին տրված չէ երեխա ունենալը կամ ամուսնանալը եւ դրա
պարզաբանումը աստղաբանական քարտեզում երևում է հանգույցների տեսքով, ես տեսնում եմ, որ մարդը նա պետք է նա ծնվել է, որ կարևոր գործ կատարի երկրի համար։ Իրեն կներես, որ ընդհատում են, իմ բարեկամներից մեկը ասեցի, մենք զրուցում ենք, ասում են ինչու մարդիկ քիչ երեխաներ չեն ունենում, ասեց Համլետ, իսկ ինչու մարդիկ չեն ամուսնանում։ Ահա, չամուսնանալու համար էլ հենց այդ երկու դեպքերում աստղաբանորեն մոլորակային դիրքեր կան, դրանք կարմիկ ֆակտորներ են, բայց դրանց մեկնաբանումը կա, դրանք լինում են լուսնի հանգույցներով, խեցգետին եւ առյուծի կենդանակերպում, եթե սերնդի շարունակման հարց կա, որպեսզի այդ գենոֆոնդը չշարունակվի, չկրկնվի, ապա սահմանափակումներ է դնում։ Լինում է, որ նախնիների մեջ հայր, մայր, տատիկ, պապիկ, ժառանգական հիվանդություններ են լինում, այդ դեպքում էլ է սահմանափակում, դա սև լուսնի դիրքերով է լինում։ Ցավալիորեն երբեմն հանդիպում եմ սև լուսնի բարդ դիրքավորների ժամանակ, որ դա կարող է նախորդ կյանքերում այդ տվյալ անձի նախնիները մոգական ծիսակարգեր են կատարել կամ անեծքներ են, այսպես մարդկանց հասցեն կամ չար լեզու են ունեցել, դրանով իսկ կրկին սահմանափակվում է իրենց երեխա ունենալու, սերունդ տալու այդ պրոցեսը։ Հիմնականում նախատրվամադրվածություն ունեն այծեղջուր, կույս, այդ կենդանակերպերը առյուծների համար է շատ կարևոր, բայց նրանք գոնե մեկ երեխա ունենում են, որտեղ առյուծները հանրային մարդիկ են հիմնականում լինում։ Եթե Յուպիտերն է լինում առյուծում, շատ երեխաներ կարող են լինել, այնտեղ եւ հանգույցների դեպքում, բայց գոնե երեխաներ լինում են, բայց այծեղջուր, կույս, երբեմն երկվորյակ, բայց արդեն լուսնի դիրքեր իրենց մոտ, քանի որ կույսը այդ կենդանակերպը նա ինքնամաքրմամբ է զբաղվում, հիգիենայի նշանն է, շատ եմ հանդիպել համապատասխան մոլորակային դիրքավորների դեպքում, երբ որ օրգանիզմը ինքը ինքնամաքրվում է եւ չի թողնում, որ համապատասխան բջիջները զարգանան։ Այծեղջուրի դեպքում նրանք հիմնականում կարիերիստներ են լինում, նրանք ձգտում են մասնագիտական հաջողությունների եւ համապատասխան մոլորակային դիրքավորումներով, բաց են թողնում ընտանիք ունենալու եւ երեխա ունենալու այդ պարտադիր ասպեկտը, բայց կան իրոք այծեղջուրներ, որոնց ուղղակի երեխաներ ընտանիք ունենալ պետք չի, որովհետև նրանք ծնվել են, որպեսզի շենացնեն երկիրը, որպեսզի կառավարեն, նրանք պետք են հանրությանը կառավարելու երկրի հիմքերը ամուր պահելու համար։ Եթե երկուսը իրար հետ հավասարակշռված են լինում, այդ դեպքում անձը կարողանում է իրականացնել, բայց համենայն դեպս այծեղջուրը դա պետություն, պետականաշինություն, այդ կառույցներն են, խեցգետինը ընտանիք օջախ, այստեղ եթե մարդը լինում է, չէ, նայում է շատ գեղեցիկ կին է, բարեկիրթ, բայց տեսնում ես տնային տնտեսուհի է, դիտարկում ես քարտեզը, որ նա այո հասարակական դիրքի հասել է, բայց լավ կլիներ, որ ընտանիք երեխա օջախ ունենա, ասում էր, երբ ամուսնացել եմ, թողել եմ այդ ամենը։ Ես ասում եմ, ոչինչ, ձեզ ճակատագրով այդպես է, ձեզ համար ավելի լավ է դուք սերունդներ դաստիարակեք, ունենաք երեխաներ, սերունդներ դաստիարակեք, առողջ սերունդ տաք մեր երկրին։ Նենց որ այնպես որ սիրելի հետևորդներ, երեխա ունենալը կամ չունենալը, ամուսնանալ կամ չամուսնանալը, ռուսերեն է, չէ, ասում, это не приговор։ Ուրեմն դուք ինչ որ ծրագրով եք եկել, կարող եք պահել ուրիշի երեխաներ, ես շատ եմ հանդիպում մանկապարտեզում դաստիարակների, դպրոցների ուսուցիչների, որոնք իրավամբ իրենց սերը տալիս են երեխաներին եւ հետո ունենում են իրենց սեփականը։ Ես ունեմ դեպք իմ հարազատների մոտ էր, նրանք 14 տարի տառապելուց հետո ի վերջո ունեցան բալիկին, բայց նրանք նախապայման ունեին, որ նրանք որդեգրել էին մեկ այլ երեխայի, հետո դրանից հետո Ես իրեն ասեմ, իմ մոտ բարեկամներից մեկը նույնպես 10 տարուց ավելի երեխա չէին ունենում, որոշեցին մանկատնից երեխա վերցնել։ Վերցրեցին եւ 1 տարի հետո զուգ երեխա ունեցան։ Այո։ Իմ մոտ էլ է դեպք է եղել, որ հաշվարկեցին, որ պետք է գնային արհեստական բեղմնավորմամբ ունենային նշված ամիս, նշված օրերին։ Ես դա մի անգամ պատմել եմ, չգիտեմ ձեզ մոտ պատմել եմ թե չէ,
եւ դիմեցին ինձ, ինձ մոտ ուղղորդել էր իմ հարևանը ռուս, որը ուղղակի ասել էր, որ մասնագետ է, որը կարող է ձեր հարցերին պատասխան տալ։ Երբ իրեն գնացել էին այդ պրոցեդուրան կատարեին, բժիշկների հաշվարկներով եւ բժիշկների ուղղորդմամբ իրենք այլևս չեն կարող երեխա ունենալ, բայց առավոտյան տվյալ կինը տեսել էր իմ հարևանուհուն, որը առավոտ շուտ 2 ժապավեններ, երազին 2 ժապավեններ նվեր տվել բաց կապույտ, երկնագույն եւ վարդագույն ռոզովի, հա, գալուբոյ, հա, երկնագույն։ Ինչ էր եղել, երբ իրեն գնացել էին, որ այդ արդեն պրոցեդուրաները սկսեն, այնտեղ հորմոնների քանակ կա, հա, երբ որ կինը հղիանում է, այդ հորմոնը բարձր է լինում։ Ինձ զանգեց, ասաց Գանե ջան, ես բալիկի եմ սպասում, ասում ոնց ասքանչու, ասում է չէ, մենք գնացել ենք, որպեսզի հանձնենք այդ մեր համապատասխան հետազոտությունները անեն, ասել են ու զույգ է եղել, Արուշյան, տղա եւ աղջիկ։ Ես ձեզ ասում եմ, եւ դա տեղի չի ունեցել, դա ասեմ, որ իմ առմոտավորապես 15 տարի, մի քիչ ավելի պակաս, իմ առաջին փորձն էր, քայլերն էր աստղաբանության դաշտում, այո, լինում են այնպես, որ դժվար է կատարում կանխատեսել կամ չի կատարում, որովհետեւ քարտեզը խնդիրներ է ունենում։ Ի վերուստ մարդը խնդրեմ ունի, եթե դու տեսնում ես, որ անձը դժվար է երեխա ունենալ, բայց չեմ ասում 100%, որովհետև այ հենց այսպիսի դեպքեր են, երբ որ մարդը ճիշտ է ապրում։ Եթե տեսեք մի դեպքում երեխա են որդեգրել, մյուս դեպքում տարբեր, ես գիտեմ դասյարակներ, դայակներ, որոնք իրենց սիրտը հոգին կհանեն, կտան այդ երեխային եւ ի վերջո եղել են այն տղա եւ աղջիկ են։ Հիմա տեսնում եմ այդ երեխաները մոտավորապես արդեն 7-րդ դասարան։ Ես ասեմ, որ առանց ամուսնանալու, առանց երեխա ունենալու ինչ երջանկություն կարող է լինել։ Գիտեք, դա էլ կա, բայց կա, ասում եմ նորից քարտեզները դա քարտեզներ կան, որ թույլ չեն տալիս, բայց այդ մարդիկ ծնված են լինում մեկ ուրիշ ծրագրի միսիայի համար են ծնված են, պետք է հասկանան։ Դե կյանք է յուրաքանչյուրի մոտ։ Ես գիտեք ինչ է, պարոն Ղուշյան, այսպեսի մի բան կա, որքան ես ուսումնասիրում, ես արևմտյան աստղաբանություն եմ ուսումնասիրել, որը ուղղակի ասում է, որ անձը ծնվել է համապատասխան ժամանակահատվածում, երբ երկնքում, տիեզերքում մոլորակների տվյալ դիրքավորումն է եղել, ծնված ժամի րոպեի ճշտությամբ, այսինքն այն վայրը, որտեղ անձը ծնվել է, արդեն մոլորակային դիրքավորում է, իրենք նույնն են մնում, բայց խմբավորումները տարբեր այս գիտեք, ոնց որ ժամացույցը թեքվի այս կողմ կամ այն կողմ։ Եվ այդպես բնորոշում է մարդու խառնվածքը նրա այն ուղին, որը նա կանցնի այստեղ երկիր գալու։ Եկեք չկենտրոնանանք յուրաքանչյուրս հանրային գործանք։ Եթե մարդը երեխա չունի, բայց դա չի նշանակում, որ պիտի ինքը դուրս գա հանրային եթեր եւ ապականի եթերը։ Նա ուղղակի պետք է ուրախանա, որ իրեն հնարավորություն է տրվել այս ուղղությամբ իր գործերը տանելու, իր կյանքը դասավորել եւ թող երջանկություն բերի հանրությանը։ Դրանք այդ ամենը վերևում գրանցվում է ի վերջո։ Իհարկե։ Լավ, անցնենք աստղաբանական քարտեզի մեկնաբանությանը։ Չէ՞ կարողանում։ Չէ։ Մենք այդպես ենք որոշել, պարոն Ղուշյան, մեր բանավոր պայմանավորվածության արդյունքում, որ ես օգնեմ մեր հետևորդներին եւ ուրախ եմ, որ գրում են այնքան ճիշտ նկարագրեցիք, ես դրանից շատ եմ ուրախանում եւ երջանկություն եմ ապրում իրականում, որ մարդկանց կարող են մանավանդ եթե մասնագիտական կողմնորոշման հարց է, որովհետև մենք այս փոքր ժամանակահատվածում, կարճ ժամանակահատվածում փորձում ենք ուղղորդել մարդկանց ըստ իրենց նախասիրությունների։ Եթե սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք, որ ձեր փնտրած, ձեր ընտրած ճանապարհը համապատասխանում է աստղաբանական մեկնաբանությունների հետ, ապա իմացեք, որ ձեր կյանքի ուղին ավելի հարթ կլինի, իսկ եթե ոչ, գնացեք այն ուղով, որը կցանկանաք, խոչընդոտները ուղղակի ավելի շատ են լինելու։ Ահա, մենք բացենք այստեղ։ Իդեպ ասեմ, որ աստղաբանական քարտեզի մեկնաբանությանը մեր ունկնդիրներից շատերն են սպասում։ Հա, շատ են գրում, բայց շատ էլ ասեմ, որ իմ եթերներում էլ անձնական ալիքում 2-3-4 հոգի էլ այնտեղ եմ, ասել, խոստացել էի մեկ ամսյակի կապակցությամբ եւ իմ խոստումը կատարել եմ։ Ուրեմն Լեոյի քարտեզն եմ տեսնում 5 հունիս 2011 թվական ծնողներ գրես Սանկտ Պետերբուրգում է ապրում, ծնվել, ես այդ վայրն եմ հաշվել իր համար,
հիմք ընդունել աստղաբանական քարտեզում որպես ծննդավայր։ Այսպես ինչն է կարևոր Լեոյի քարտեզում լուսատուներից արևը դրական դիրքեր Սատուրնի եւ Մերկուրու հետ։ Այսպես ուրեմն նա արևով երկորյակ է, բայց քանի որ իջնող հանգույցի երկորյակում է բարձրացողը աղեղնավորում, նա պետք է, տեսեք, երկորյակը դա շփումն է, կապն է, ինտելեկտուալ այդ դաշտն է, ոլորտներն են, գրագրությունն է, ինֆորմացիան է, լրատվությունն է։ Մերկուրին էլ այստեղ գտնվելիս ավելի Մերկուրու օթևանն է։ Շատ արագ է երևի թե կողմնորոշում, չգիտեմ երեխան մեքենա է վարում, թե չէ, հետագայում եթե Լեոն մեքենա վարի, ապա պետք է ուշադիր լինեք, որ ոչ թավ վիճակում երբեք ղեկին չնստի, որտեղ ես այստեղ տեսնում եմ Նեպտունը ձկներում Մերկուրին երկորյակում։ Սա տալիս է, որ մարդը բավականին երասկոտ է եւ իր երազանքներին մեծ, այսպես եւ հնարավորություններ կա եւ ինքը պետք է օգտագործի մտավոր կարողություններ զարգացնի, բայց ես Լեոյի ծնողին խորհուրդ եմ տալիս, որ անպայման ձեր երեխան չմնա միջին մասնագիտական կրթության, միջին այդ մտածողության սահմաններ իրեն չեն, նա պետք է բարձրագույն կրթություն ստանա, պետք է արտաքին օտար երկրների հետ կապեր հաստատի, պետք է պարբերաբար ճանապարհորդի, հետևողական եղեք, ինքը այսպիսի բնավորություն ունի նա, եթե հետևողական լինեք մանավանդ հայր ծնողը, եւ որտեղ արև Սատուրն եմ տեսնում, նա մեծ հնարավորություններ ունի այս կյանքում իր կյանքի ուղին փնտրելու եւ գտնելու եւ գործընկերային, զուգընկերային հարաբերությունները բավականին կայուն է։ Այսինքն հետագայում, եթե նա այնպիսի աշխատանք ընտրի, որտեղ շատ կարեւոր են այդ հարաբերությունները, նա անպայման մեծ հաջողություններ կունենա։ Պետք է ուղղակի նրա մեջ սերմանեք հարգանք եւ հարգանք պատիվ դեպի իր կողակիցը, դեպի իր գործընկերը։ Եվ ժամանակի ճիշտ կառավարման այսպես հմտություններ եմ տեսնում, Լուսինը խեցգետնում է, եթե ես կարծում եմ հնարավոր է հայ աղջիկ կնության առնի, ըստ երթի մայրիկի այդտեղ ֆակտորն է բարձր, հա, Լուսինը խեցգետնում, այդ կինը կարող է օգնել նրան մասնագիտական հաջողությունների հասնել, սոցիալական բարձր դիրք ունենալ, ֆինանսների ոլորտում ցուլում երկու կարևոր մոլորակ, սեքսուալ ակտիվության եւ սիրո մոլորակը, փող է սիրում ձեր տղան Լեոն, խաչներ այստեղ, սիրում է գնումներ կատարել, կարծում եմ, որ մեծանա շատ նվիրված է լինելու ընտանիքին, նրա համար կարևոր է լինելու կենցաղը, Մարսը Վեներան գեղեցիկ իրեր է գնելու, նվերներ է գնելու եւ մայրիկի եւ կնոջ համար, ես կարծում որ այդ ամենը նկատելի, ֆինանսա-բանկային ոլորտում կարող է աշխատել, այստեղ Յուպիտեր, Պլուտոն եւ Նեպտուն մեծ չէ, բիսեքսիլ դիրքավորումը հնարավորություն է տալիս նրան աշխատելու ֆինանսների դաշտում, դա նաև կարող է լինել այդ պետական ադմինիստրատիվ կամ այն գերատեսչությունները, որոնք զբաղվում են հարկահավաքությամբ, հարկային այդ դաշտն է, հարկերն են, այդտեղ ջուրը բարձր պաշտոններ կարող է ունենալ, իհարկե, ասում եմ, որ նա պետք է անպայման բարձրագույն կրթություն ունենա եւ ցուցաբերի ճկուն ակտիվ գործընկերային այդ հարաբերությունում լինի ավելի ակտիվ, ավելի ճկուն եւ ավելի բարեհաճ, նաեւ չկորցնի, ոչ թե չկորցնի, նա պետք է լինի միշտ հաստատակամ, նրա վրա կարող են այդ դեպքում հույս դնել ամենաբարձր մակարդակի այդ ղեկավարները։ Այսքանը Եվ նաև Աննա Բեգլարյան բոլոր հարթակներում գրում են այնքան հետաքրքիր է։ Սիրելի Աննա, այս հարթակում եմ դիտարկում ձեր քարտեզը, քանի անգամ գրել էիք, չնայած հիմնական մասնագիտական կողմնորոշման համար եմ դիտարկում, բայց քանի որ շատ էի գրել մի քանի տեղ, փորձեմ ձեզ օգնել։ Ինչն է կարևոր, չգիտեմ աշխատում եք, թե չէ, այս կյանքում ձեզ համար կարևոր է լինելու ֆիզիկական առողջությունը եւ նաեւ աշխատանքը։ Դուք պետք է ուշադրություն դարձնեք եւ ձեր առողջությանը եւ աշխատանքին։ Լուսատուներից, չգիտեմ հավատքի մեջ եք, թե ձեր այդ նախնիների
շրջանակներում կամ հավատացյալ, բարեկիրթ հավատացյալ մարդիկ, իմացեք, որ ձեր նախնիներից կան այնպիսիներ, որոնք ձեզ երկնքում միշտ պաշտպանում են։ Կարծում եմ, որ շատ բարի մարդ եք եւ օգտագործում են ձեր բարիությունը։ Ուշադիր եղեք, չգիտեմ ձեր ամուսինը կույս կներեք, եթե ամուսնացած եք, ապա ամենայն հավանականությամբ կամ նա շատ բարի մարդ է, կամ ուղղակի նա ձեզ շատ է սիրել եւ դրա համար խղճացել եք եւ նրա հետ ձեր անձնական կյանքն եք կապել։ Իսկ եթե չեք կապել, եթե չեք ամուսնացել, քանի որ արևի հետ իջնող հանգույցն եմ տեսնում, ուրեմն չեք կարողացել ճիշտ ընտրություն կատարել, հա, եւ այս կյանքում դուք պետք է ուշադրություն դարձնեք, միևնույն է, Մերկուրին արևը ձկների կենդանակերպում ռեալ չի կարողանում որոշումներ կայացնել, պետք է լինեք ավելի պրակտիկ, դուք պետք է կույսի հատկություններ սերտեք, այստեղ իրացիոնալ մտածողությունը, ասում եմ, վերջ տվեք ձեր երազանքներին, ֆանտազիաներին, առաջնորդվեք իրական ճշգրիտ հաշվարկներով կյանքում, հա, եւ հիմնվեք փաստերի վրա, որպեսզի կարողանաք ճիշտ կառուցել ձեր կյանքը, ձեր առօրյան։ Ինձ որքան նայում եմ սև լուսինը կշեռքում, լուսինը խոյում, կարծում եմ, որ անձնականում տվյալ անձը խնդիրներ ունի անձնականը դասավորելու հետ կապված, սև լուսինը կշեռքում դա խանգարում է անձնական կյանքին, կամ համապատասխան մարդիկ չեն լինում, կամ նրանք, ովքեր գալիս են, բավականին մանիպուլյացիաներ են անում, այն անձինք չեն, որոնց հետ պետք է կապեք ձեր կյանքը, իսկ եթե արդեն իսկ անձնական դասավորել եք, ուշադիր եղեք ձեր շրջապատում գտնվող անձանցից, ովքեր ձեզ կողակից են, կողակից այդքան բերեք կողմ դնենք, պարտնյորը по делам, գործընկերների, այո, շրջանակներում այն դավադրություններ կարող են անել եւ երևի թե արել են, մոտավորապես սև լուսինը կարճի կենդանակերպ մտավ մարտի 6, դրանից մոտ 9 ամիս առաջ։ Անցած տարի հնարավոր է, որ ձեզ մեջքից հարվածել են ձեր այդպես գործընկերները կամ ձեր շրջապատից ինչ-որ մեկը։ Ուստի ուշադիր եղեք, մի վստահեք ամենմեկին ձեր գաղտնիքները, քանի որ ժամնել եք նշել կողակից եւ նաեւ նրանք, ում հետ կիսում եք ձեր նախասիրությունները։ Լուսնով խոյը կարծում եմ, որ տանը բավականին ակտիվ է, Վեներան այծեղ ջուրում, սիրո մեջ խնդիրներ կան, դժվար է, սահմանափակումներ է դնում, հագուստի մեջ է բավականին պահպանողական եւ սիրո մեջ եւ հագուստը կրելիս։ Սիրելի Աննա, դուք հստակ ձեր այդպես հարցումը չեք ուղղել, թե որ ոլորտը պետք է դիտարկենք։ Ես ուղղակի տեսնել եմ, որ բազմաթիվ անգամներ գրել են, հուսամ, որ այս փոքրիկ կարճ բլից խորհրդատվությունը ձեզ կօգնի կողմնորոշվելու, բայց որքան հասկանում եմ անձնականում եւ աշխատանքում հնարավոր են խնդիրներ լինեն։ Այսքան է, պարոն Ղուշյան, այսքանը սիրելի հետևորդներ։ Գանի շատ ուրախ եմ, որ այսօր եկար նորից եւ գիտես, պիտի ասեմ, որ մեր ունկնդիրները քեզ իսկապես միշտ սպասում են եւ նույնիսկ բողոք են ներկայացնում, որ ինչու ոչ ամեն շաբթի, այլ մեկուն մեջ։ Ես ասում եմ, Գանեն շատ զբաղված է, շատ գործեր ունի, բայց եթե կարողանաս աշխատիր նաեւ ամեն շաբթի գալ։ Պարոն Ղուշյան, իրավամբ չեմ կարող, շատ իրոք զբաղված եմ, ես փորձում եմ այնպես անել այստեղ։ Ես կարծում եմ, որ Տիկին Լուսյան ամեն շաբաթ կգա եւ իր լսարանին կհավաքի իր խորհուրդներ։ Շատ կցանկանայի, բայց տեղաշարժվելու հետ կապված։ Հնարավորության դեպքում փորձեմ, բայց խոսք չեմ տալիս։ Դե դու այն մարդն ես, որ խոսք տվեցիր, ուրեմն խոսքի տերն ես։ Շնորհակալություն, որ եկար։ Շատ ուրախ եմ մեր նոր հանդիպման համար։ Սիրելի բարեկամներ, Գայանե Սարգսյանը մեր լավագույն աստղաբան հոգեբաններից մեկը այսօր նորից Փակ TV տաղավարում է եւ ամենակարևորը գիտեք, նա մեզ մոտ գալիս է մեծ սիրով, խորին հարգանքով, որի համար մենք շնորհակալ ենք ձեզանից իհարկե։ Նմանապես փոխադարձաբար ես զգում եմ ջերմությունը եւ սերը հենց այս հարթակում ամենաշատ դրական մեկնաբանություններ գրում են այս հարթակում, կարող է բարձր դիտումներ ունենալ մեկ այլ հարթակում, որովհետեւ այստեղ մենք փորձում ենք օգնել մարդկանց։ Ինձ նույնիսկ քաղաքականությունը այստեղ չի հետաքրքրում, ինձ պետք է, որ մենք ուղղորդենք մեր հանրությանը տիեզերական ռիթմերին համընթաց ընթանալու համար։ Եվ
Սերի բարեկամներ, դե եկեք այս լավատեսությամբ էլ հրաժեշտ տանք միմյանց եւ առաջիկայում նույնպես սպասենք մեր աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանին։ Այսօր այսքանը։ Ցտեսություն։